եկաք, Տիկին Լանջան։ Էս ինչ գործի ես։ Մարզվում եմ։ Որոշել եմ մարզվել։ Դու։ Հա, որոշել եմ այսօրվանից կայտառ ու առույգ մնալու համար ամեն օր մարզվեմ։ Չհասկացա։ Հասկանալու բան չկա։ Պիտի ապացուցեմ, որ Թորոսին օգնական պետք չի։ Հերիքա, այսպես որ շարունակես դու կտապալվես։ Թորոսը ինքոթու կա, հիմիկվա պլաստմասի ջահելների չի։ Բան չեմ հասկանում։ Հասկանալու բան չկա։ Պարզապես ասա, որ Թորոսին օգնական չես բերելու։ Այսպես որ շարունակես օգնականը որն է, քեզ փոխարինող է պետք։ Դե ուրեմն, փոխարինողի փոխարեն ինձ պրեմիա պիտի տաս։ Կտամ, միայն մի շարունակի։ Հաստատ։ Այո։ Վերջ։ Թորոս, դու չես նվաղում։ Չէ, ես լավ եմ, դու հանգիստ նվաղի։ Ես արդեն նվաղում եմ։ Հա։ Այ մի հաստատ կնվաղեմ։ Այ։ Մի քիչ հանգստացար։ Հա, Էրջան, դու լավ ես։ Ես ոնց կարամ վատ լինեմ, երբ իմ կողքին դու ես։ Գիտես ինչքան եմ սպասել, որ հանգիստ գրկեմ քեզ ու ասեմ, որ իմ քուրիկն ես։ Բա այն ժամանակ ինչի չասեցիր։ Դե այն ժամանակ մտածում էի, որ ասեմ քեզ կնեղացնեմ։ Ու չէի կարող ինձ տենց բան թույլ տալ։ Բոլորդ էդ եք ասում, բայց չեք հասկանում, որ ինձնից իրականություն թաքցնելով դուք ինձ խաբում եք։ Մար, այս պահին չեմ ուզում դրա մասին մտածեմ։ Կարևոր հիմա այն է, որ դու իմ կողքին ես։ Ու ես հաստատ թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը կամ մեկերը մեզ իրարից բաժանեն։ Խոստանում եմ քեզ։ Էրիկ, ուղղակի դու չես։ Մար, լսի ինչ եմ ասում։ Հա, դու կարաս ինձնից նեղացած լինես, չգիտեմ, գոռաս, չգիտեմ, ամեն ինչ կարաս անես, բայց հավատա, որ դու իմ համար ամենակարևոր, ամենաթանկ մարդն ես այս պայծրությամբ։ Ու ես քեզ երբեք էլ մենակ չեմ թողնի։ Խոստանում եմ։ Էրիկ, ուղղակի դու չես հասկանում, որ ամեն ինչ այդքան հեշտ չի կարա լինի։ Մենք տարբեր ընտանիքներից ենք։ Գիտեմ ինչ նկատի ունես, բայց խոստանում եմ մաման մեզ չի խանգարի։ Ուղղակի պետք է հասկանաս, որ ամեն ինչ այդքան հեշտ չի։ Գիտես երբ հեշտ կլինի։ Երբ մենք իրար կողք լինենք միշտ ու ձեռք ձեռքի բռնած։ Այդ ժամանակ ոչ մեկ մեզ չի կարա բաժանի։ Գնացել եք Դիլիջանից ջուր առնենք։ Որոշեցինք մի քիչ ձեզ մենակ երկար թողնել։ Էրիկ ջան, իրանք երկուսով իմ դեմ են գործում։ Ոչինչ։ Հիմա կարևորը մենք իրար հետ ենք ու ոչ մեկ ոչ մի բան չի կարանի քուր ու եղբոր դեմ։ Լավ, բա այսօր չեն գնալու դասի։ Չէ, ինչ դաս։ Այսօր դուք բոլորդ իմ տրամադրության տակ եք։ Հիմա ուր ենք գնում։ Երեխեք, այսօր այն օրն է, որ մենք բոլորս երեկվա համար դեղին քարտ ենք ստանալու։ Այսօր է օրն։ Հա լավ, հեսա կգան կճղանանան մեր վրա ու կգնան։ Հա, բայց ընդհանրապես հավես չկա։ Ավելովա գանգստեր մեր փախնելու համար տուգանք վճարենք, քան թե գանգստեր այս ճառերը լսենք։ Լսի, բայց լավ առաջարկը գիտես։ Արժի Լամջունուն ասել դրա մասին կարող առաջարկը իր սրտով լինի։ Հա, հետո մի հատ էլ այդ առաջարկի համար լեքսիա կկարդամ։ Կամ էլ շատ հնարավոր է ոչ թե դեղին քարտ տան, այլ բանկային քարտ։ Մեջն էլ ահագին գումար։ Էդ ինչի որ։ Դե որ երեք մենք դասից փախել ենք ու խնայել ենք մեր շատ սիրելի ուսուցիչների ներվերը։ Բարև։ Մագարի մոտ դուրս գանք։ Ինչի համար։ Խոսալու բան կա, կարևոր։ Ռեբեկա, ես ինչ բաղ դուք իմանաս։ Քեզ ինչու։ Ինձ ոչինչ, ուղղակի հետաքրքիր է լուրջ բան է, թե ուղղակի։ Չգիտեմ, չոք, կխոսենք կգան կերևա, վայ։
Չոփիկ պորտատիվ պիտի ամեն ինչ իմանաս։ Չոպիկը ոչ ուտելիքից է հրաժարվում, ոչ ինֆորմացիայից։ Հենց քո արևին ինա տես անում մագա։ Ես քեզ ասում եմ սպասի գամ իրար հետ գնանք, հելնում գալիս ես։ Արհամարում ես ասածս։ Իսկ երեկվա քո պահվածից հետո ինչ էիր սպասում։ Մի հատ ես եմ մեղավոր։ Բա ով է մեղավոր։ Ես ուզում էի առավոտը գայի քո հետևից, որ ճանապարհին խոսենք, հասկանայինք իրար։ Կներես, բայց երեկվա քո պահվածքը ես չեմ կարա հասկանամ։ Որ քեզ դնես իմ տեղը շատ լավ էլ կհասկանաս։ Հա, հասկանում եմ, ես մի քիչ չափն անցա, բայց ով էլ լիներ իմ տեղը, հաստատ հունից դուրս կգար։ Հունից դուրս գալու բան չկար։ Որ քեզ դնես իմ տեղ ու իմ աչքերով նայես այդ իրավիճակին, լավ էլ կար։ Հաստատ ոչ մի տեղ ու դուր չէր գա, որ իր անգերուն այդ ձևով դիմեն։ Վերջում էլ նես թողեցիր գնացիր, ոնց որ անծանոթներ լինեինք։ Ներվայնացած էի։ Ավելի լավ էր ոտս մի րոպե շուտ քաշեի տեից, քան թե ամեն ինչը խորացնեի։ Չգիտեմ, կամ պահվածքդ վերանայում ես, կամ էլ Կամ էլ ինչ։ դու լավ հասկացար ես ինչ նկատի ունեի։ Չէ, հասկացա, միջև վերջ ասա։ Կամ էլ վերջակետ կդնենք ու ամեն մեկս կգնանք մեր ճանապարհով։ Հենց հեշտ կարաս հրաժարվես, հա ինձանից։ Ստեղ հեշտ ու դժվարի բան չկա։ Եթե դու չես կարող ընդունես մարդկանց հետ իմ նորմալ շփումը, ուրեմն ես էլ չեմ կարող քո աննորմալությունները տանեմ։ Հենց ասիր ու գնացի, հա, մագա։ Ես ինչի՞ սենց խառանում ես, ինչ ա եղել։ Արա գնում եմ 11-ի է։ Ինչ որ նոր բան է պատահել, թե էլի փախուստի հետ է կապված։ Դե փախուստի, բայց լանջունին գնացել է քաղաքապետարան, այնց որ մինչև գա հաստատ մոռացած կլինի։ Այդ դեպքում ինչ ես գնում դասարան։ Հա, գնում եմ հրեշտակների տասեմ, որ այսօր խելոք մնան, որ լանջունին գա, խելոք լինեն, էլ այդ թեման չբացվի։ Այսքան բան։ Շատ ապրես, բայց հանգիստ եղիր, քո գործերով զբաղվիր, ես երեխաների հետ կխոսեմ։ Իսկ Մակարյանը եկել է այստեղ է։ Չէ, չի եկել ու դժվար է գա։ Լավ, քանի ես այսօր ազատ ժամանակ ունեմ, գնամ մի քիչ իմ բլոգով բզբզամ, հա, շուտվանից էֆիրներ չեմ մտնում, հա, դե դուք էլ հենց ինձ կարոտեք, մտնում եք իմ բլոգ ու նայում եք, դիտելիությունս կավելանա էլի։ Հա, բատուխիկ ջան, առանց դրա։ Լավ, ես էլ գնամ դասարան։ Ես էլ եմ գալիս։ Հարկ չկա, ես կարող եմ իմ դասարանի երեխաների հետ խոսել։ Ես քո ճարտար լեզվի վրա չեմ կասկածում լաչարս, բայց առաջին դասը ես եմ երեխեքի մոտ։ Լավ։ Լավ։ Գնամ ուսուցչանոցից պայուսակս վերցնեմ, գնանք։ Ուսուցչանոցը այնտեղ է։ Ես քեզ այստեղ կսպասեմ, սիրում ես։ Ողջույն սիրելի ֆոլովերներ։ Շուտվանից եթեր չէի մտել։ Կարոտել եք, չէ՞։ Ուղղակի հիմա դպրոցում շատ խախանդ է, դե որովհետև այն երկու կոբրաները տարածքում չեն։ Հիմա կտեսնեք, թե բակում ինչ է կատարվում։ Էլենա ու Ֆարադեյը։ Շատ լավ, սիրելի հետևորդներ, ես կիմանամ, թե ինչ է եղել և ձեզ անպայման կզեկուցեմ։ Բայ։
Ես ձեր դասից շատ ժամանակ չեմ խլի, ընդամենը 2 րոպե, եթե դեմ չեք, պարոն Շահնազարյան։ Իհարկե դեմ չեմ, խնդրեմ, շփվեք։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ իմանալ, չնայած նրան, որ դասից փախել եք, այնուամենայնիվ ողջունելի է, որ այս անգամ գոնե ամբողջ դասարանով եք դա արել։ Դե ուրիշ եք էլի Տիկին Արևշեցյան, ես գիտեի, որ դուք մեզ կհասկանաք։ Այնուամենայնիվ հուսամ սա վերջին անգամը կլինի։ Եվ վերջապես կգիտակցեք, որ նման վերաբերմունք չի կարելի ցուցաբերել ոչ դպրոցի, ոչ ուսուցչի, ոչ էլ դասապրոցեսի հանդեպ։ Ուրախությունը ավարտվեց, չէ՞։ Մեծ հույս ունեմ, որ ձեր այս անպատասխանատու պահվածքին վերջապես վերջ կդնեք։ Եվ պատասխան կմտածեք, որ տակ Տիկին լանջունում, որովհետև վստահ եմ, որ նա նույն ըմբռնումով չի մոտենա ձեր այս քայլին։ Բայց դուք մեր օգտիմի 2 բառ կասեք, չէ, Տիկին Արևշեցյան։ Ներողություն։ Բալես պատմի տեսնեմ ո՞նց է եղել, որ եկել ես։ Պապին ասում էր, որ ոչ դու, ոչ ինքը չեք կարողանալու գաք։ Մամ ջան, որ թողես խոսամ, ամեն ինչ հերթով կբացատրեմ։ Ճիշտ ես ասում, ես ինձ ուղղակի ուրախությունից կորցրել եմ։ Աչքերիս չեմ հավատում, որ եկել ես։ Հա, մամ։ Մարի, որտեղ ես։ Ինչի դպրոցում չես։ Միքայելն ու Շուշին են քեզ հետ։ Մամ, կներես մոռացա զանգեմ զգուշացնեմ, որ Ինչ է եղել, Մարի, ամեն ինչ նորմալ է։ Հա, մամ ջան, ամեն ինչ շատ լավ է, նույնիսկ հրաշալի։ Էրիկն է եկել Հայաստան։ Ինչ, իսկապես։ Հա, դրա պատճառով այնքան շփոթվեցի, որ մոռացա քեզ զգուշացնեմ, որ այսօր դասի չեն գալու։ Ես շատ ուրախ եմ, որ Էրիկի հետ ես հանդիպել, որ մի խոսքով հասկացար, բայց չի կարելի անընդհատ դասից բացակայել։ Երեք ամբողջ դասարանով եք, այսօր մի քանի հոգով, դա անպատասխանատվություն է, աղջիկ ջան։ Մամ, ուղղակի չնախատեսված իրավիճակ ստեղծվեց։ Կրթությունը ոչ մի իրավիճակի պատճառով չպիտի տուժի։ Դու ինձնից լավ գիտես գիտելիքի, դպրոցի ու կրթվելու կարևորությունը։ Դե մամ, չէինք ուզում Էրիկին մենակ թողնել, իսկ Էրիկն է չէր կարող գալ դպրոց։ Իհարկե չեմ հասկանում ինչի չի կարող դպրոց գալ, բայց ամեն դեպքում աշխատեք ավելորդ խնդիրներ չստեղծել ոչ մեկի համար։ Լավ, մամ ջան, այդ չի կրկնվի։ Խոստանում եմ։ Ջղայնանում էր։ Մի քիչ, բայց հիմա այդ կարևոր չի։ Մտածավ չեմ հասկանում, Ֆարադե։ Վարի։ Դուխի։ Ինչ ես ծենդ կերում խտկեցել։ Դու Ֆարադեին չես տեսել։ Է։ Բայց մի քիչ առաջ մինչև վերևից ինչա անհետացա։ Չէ, չեմ տեսել։ Բայց դու ինչի ես փնտրում, հո բան չի պատահել։ Հենց դրա համար եմ ուտրում, այդ եմ էլի ուզում հասկանամ։ Ես էլ սկսեցի անհանգստանալ։ Ամպերա կուտակում այդ խեղճի գլխին։ Հա? Այ, բարև ձեզ, պարոն Ֆարադեյ։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Լավնից տանուշ։ Ես ոնց որ սառը ցնցուղ ես, հա, ընդունել։ Ճիշտ ասած, մեքենայի անիվն էի փոխում, մի քիչ մրոտվել էի։ Էդ ինչ անիվ էիր փոխում, ես ինչքան գիտեմ դու մեքենա չունես։ Չունեմ, ուրիշի մեքենայի անիվն էր։ Հա, բա այդ ում մեքենայի անիվն էր։ Էլենի։ Էլենի։ Են Էլենի, որ Հա, այն Էլենի, որին տեսնում է ու վախեցած փախնում է։ Ճիշտ եմ, չէ՞ Ֆարադեյ։ Մի րոպե, դուք ինձ շատ սխալ հասկացաք։ Ուղղակի ես տեսա, որ աղջիկը դժբախտության մեջ էր, ու ես չցանկացա այդ վիճակով մենակ թողնել փողոցում։ այդ անիվի փչանալը դժբախտություն է։ Այո, հավատացեք, դա մեծ փորձություն էր, ես շատ մեծ դժվարությամբ կարողացա այդ հարցը լուծել։
ես քեզնից բան չհասկացա։ Մեկ վախեցած փախնում ես, մեկ էլ ձեռքի բռնած գալիս եք գործի։ Դե ինչ նկատի ունեք։ Էն որ շատ մի ատի սիրել կա։ Ով ես, ում, ինչ, ես երբեք։ Լավ դե Ֆարադեյ ջան, արի գնանք իմ սենյակ, համ կհասկանամ ինչ ա տեղի ունենում, համ էլ ամեն ինչ կպատմես, հա։ Արի անցի իմ սենյակ, քո հարցերը այնտեղ կլուծեմ։ Արի, անցի, գնա։ Հայդա ջան։ Բարև Նախշոն ջան։ Կներես, որ հիմա եմ զանգում, գիտեմ, որ աշխատանք ես, բայց ես քեզ չեմ զբաղեցնի։ Ուղղակի ուզում եմ իմանամ, լավ ես ու ես անմիջապես կանջատեմ հեռախոսը։ Նախ դու ինձ չես խանգարում Իդա ջան, ու երկրորդը արդեն տանն եմ։ Այսինքն։ Դե երեխու համար արդեն ուրիշ դայակ են գտել։ Ինչու՞։ Ես հիվանդ էի, իրանք էլ աշխատող մարդիկ են, պետք է չէ երեխուն նային, այսպես ասած իմ ծառայությունների կարիքը այլևս չունեին։ Բայց դու մարդ ես, իրավունք չունես հիվանդանաս։ Դե դա ինչ անես, ինչ անեմ, գնամ խեղտեմ։ Դրանց հասցեն ասեմ։ Գնամ հետները խոսեմ, ասեմ, որ իրենց արածը մարդկություն չի։ Իդա ջան, մարդկություն էլ չի մնացել։ Այ ես կգնամ ու ճակատներին իրենց ով լինելը կասեմ։ Պետք չի։ Դու հանգիստ նստի տեղդ, ոչ մի բան էլ մի արա, խնդրում եմ։ Դե լավ, ես հիմա գործերս կվերջացնեմ, կգամ մոտդ։ Քիթը չկախես, մենք քեզ մենակ չենք թողնի։ Լավ Իդա ջան։ Մի խոսքով մամ ջան, ես էլ այնտեղ չէի կարող մնալ։ Պիտի գայի քո ու պապայի կողը լինեի։ Դրա համար պապիկին խնդրեցի Տոմսառը, թռա եկա Հայաստան։ Ճիշտ ես արել բալես, քո երկրից գնալը իմ սրտին չէր նստում։ Մամ ջան, մոռացել ես ոնց դու պապին ինձ ստիպելով տարաք Հայաստանից։ Լավ, հիմա այդ խոսակցության ժամանակը չի ու մի ճնշի։ Այդ իրավիճակում դա ամենաճիշտ որոշումն էր։ Լավ, բայց այսօր ես վիճելու տրամադրություն չունեմ, մամ ջան։ Դու գնա դպրոց, հետո կգաս տուն կխոսենք։ Ես այսօրվանից արձակուրդի եմ անցել, էլ ոչ մի դպրոց, էլ քեզ ոչ մի վայրկյան մենակ չեմ թողնելու։ Դե շատ ավելի լավ։ Ուրեմն գնա տուն, պատրաստվի, որ ես ու երեխեքը այսօր գալու ենք մեր տուն։ Ու լավ կլինի, որ քույրիկիս ավելի լավ վերաբերվես։ Տղա ջան, այդ քո քույրիկի պատճառով ա, որ հայրիկդ հիմա հիվանդանոցում ա։ Գնացել ես պապայիդ մոտ, թե վազել ես մի անգամից սրա մոտ։ Գնացել եմ, տեսել եմ պապային։ Ու Մարին այդ ամեն ինչում մեղավոր չի։ Հանկարծ այդ դեպքի իմ հետ լիներ, դու էլ պապան էլ ամեն ինչի պատրաստ էիք համնել։ Դրա համար Մարին ոչ մի բանի մեջ մի մեղադրի։ Լավ, հիմա ես քո հետ չեմ վիճելու, տրամադրություն չունեմ վիճելու։ Ապրես մամ ջան։ Դե որ տենց է դու գնա տուն, ես երեխեքի հետ մնամ մի քիչ կարոտս առնեմ ու կգանք տուն։ Լավ, բալես։ Լավ։ Գնանք Էդուարդ։ Դպրոց չէ։ Չէ, դպրոց չեմ գնա, այսօր պլաններս փոխվեցին, տուն ենք գնում ու շատ շտապ։ Ամեն ինչ նորմալ է։ Ավելի քան Էրիկս ա վերադարձել։ Հա,
Աչքներ լույս։ Կներեք էլի որ հարցնում եմ, ինչ որ պատճառ կա որ եկել է, թե հենց այնպես։ Չէ, ուղղակի երեխաս եկել է, որ իմ ու հոր կողքին լինի։ Չգիտեմ, Աստված տա կարոն զգա որդու ներկայությունը ու շուտ գիտակցության գա։ Աստված տա։ Էդուարդ ջան, դու շատ հոգատար ու շատ նվիրված երիտասարդ ես։ Ես շատ եմ ուզում քո համար ինչ-որ լավ բան անել։ Դրա մասին հետո կխոսենք։ Տիկին Լիդիա, ես ասել եմ, որ պարտավոր եմ զգում ինձ ձեր եւ ձեր հոր առաջ։ Նկատել եք, ինչքան դասերի ավարտը մոտենում է, այդքան անհավես եմ գալիս։ Չէ, ես որ լավ էլ հավեսով եմ գալիս։ Ես է։ Դե ձերը ուրիշ պահը։ Եթե ես էլ սիրահարված լինեի ու իմ սիրած աղջիկը ես դասայինս լիներ, ես էլ շատ հավեսով կգայի։ Դզեց։ Ինչ է արվել, որ լուբոք։ Նարեն դուրս եկավ, բայց Տիկոն հետևից չգնաց։ Լսի մագա սրանց ոնց որ մի ճանճա կծել, մի ձև են իրար հետ։ Հա որ, չեմ նկատել։ Նորմալ է, մտքերդ ուրիշ տեղ են։ Նրա համար էլ չես նկատել։ Իսկ հայ աչքից ոչ մի բան չի վրիպում։ Հատկապես նենց բաները, որ սիրտս դրանից մի տեսակ հովանում է։ Լսի, դու նկատեցի՞լ են միամիտները ինչ արեցին։ Ովքեր։ Սրբիկը իր անկերուհին ու Միշոն։ Ինչ են արել որ։ Լավ էլի մագա, այն կարգի ես վերացած, որ նույնիսկ դա չես նկատել։ Վայ լավ, ասա։ Ինչ են արել։ Ինա դու ես որ դպրոց չեն եկել, որ դասից փախնելու թեմաներից խուսափեն։ Լավ էլի Ռիբոկ, ինչ ես մտածում, որ հենց այդ է պատճառը։ Որովհետև ես շատ լավ եմ ճանաչում այդ տափուկ Մարիին ընկերուհուն էլ հետը։ Արդեն չափազանցնում ես Ռիբոկ։ Չեմ զարմանում, գիտես մագա ջան, այս վերջերս ինչ ասում եմ այդ պուճուր վհուկի մասին, դու հա փորձում ես իրան արդարացնես։ Բայց այդ սա խեչ։ Կարևորը ոնց տեսնում եմ Տիկոն ձեռքը քաշում Նարեից։ Ես տենց էլ զգում էի։ Նարեն իրանից ինչ ա ներկայացնում, որ Տիկոն իրանով լուրջ տարվի։ Զանգի, նախշուն աղջիկ, սենց անգործ նստելով բան դուրս չի կա։ Ալո, մորքուր ջան բարև, հունց եք, մենք էլ ենք լավ, մորքուր ջան մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսենք, ձեր մոտ Վարանեժում են գործի պահը դեռ ուժի մեջ, հա? Բարև տղա ջան։ Ինձ մի հատ ջուր կտար։ Իհարկե կտամ։ Jet black marker pushing harder as you scribble on my face, tarnishing a work of art. Funny how we fall apart. Fools are thinking we were the with Ինձ ձեռք չի տալիս ես միշտ կարգավիճակը նա։ Ինձ էլ ձեռք չի տալիս են, որ մենք ինչ-որ անհասկանալի ընկերներ ենք։ Ես չեմ ուզում սեն շարունակվի։ Նարես դու չես մտածել, որ պետք է շարունակվի, որ երկուս էլ հասկանանք, թե ով ենք միմյանց համար։ Խոսան արե։ Ինչ որ պետք էր արդեն ասացի։ Ինչ որ պետքա չես ասել, որովհետև այն ինչ պետք էր ես լսեմ, ես դեռ չեմ լսել։ Իսկ ինչ ես ուզում լսես։ Որ այս տարած վիճակը ճիշտ չի ու մենք երկուս էլ շփման կարիքն ունենք։ Կարևոր չի թե ես ինչի կարիք ունեմ, իսկ դու վստահ եմ շատ ընկերներ ունես։ Դրանցից մեկին խնդրիր թողից փոխարինի։ Ինչ ես խոսում, Նարե։ Դու իմ համար լրիվ ուրիշ մարդ ես ու քեզ ոչ մեկ չի կարող փոխարինի։ Նար առանց մեր հանդիպումների, առանց մեր շփման ամեն ինչ ահավոր բարդ է։ Ոնց որ իմ կյանքից մի հատ անգին գանձ գողացած լինի։ Բայց դու քո ընտրությունը, ես ինչ կարող եմ անել։
Նարե մի արա սենց, առանց քեզ իմ օրը դատարկվել է, անընդհատ իմ մտքում դու ես, կողքս 1000 հոգի էլ մարդին, իմ մտքում մենակ դու ես։ Տարօրինակ է։ Զգացածներդ մի քիչ շատ չի ուղղակի ընկերոջ համար։ Նար իսկ չես մտածել, որ դու իմ համար ուղղակի ընկեր չես։ Նարե, ինձ մենակ դու ես պետք։ Իմ ուշք ու միտքը մենակ դու ես։ Ուզում եմ ես միշտ քո կողքը լինեմ։ Չգիտեմ թե ինչի։ Այ երբ որ կհասկանաս, այդ ժամանակ էլ կխոսենք։ Միշ, ես հասկանում եմ, որ այդ էդոն քո վրա ազդում է, բայց պիտի քեզ մի քիչ զսպես ախպեր։ Չի լում, երես, չի լում։ Դրան տենում եմ ուզում եմ վիզա կտրեմ։ Գիտեմ այդ ամեն ինչը։ Դուրսի ինչ տեսա ինձ հերիք էր։ Բայց ես է դու է։ Մենք երկուսս մեզ նենց պետքա պահենք, որ այդ էդոն չիմանա, որ իրան ինչ որ հարցում կասկածում ենք։ Երես, ես ամեն ինչը ինչ ասում ես, պարզ ես հասկանում եմ, բայց չի լում այ ախպեր ինձ տիրապետել։ Ոնց որ էդի ներվերից հաշվին ապրի։ Ախպեր շատ չի մնացել։ Մենք պիտի նենց անենք, որ ինքը իր հերթական տականքություն անի, մենք էլ գնանք գլխին կանգնենք։ Չգիտեմ, մտածում եմ կարող ենք սխալանք ենթադրում դրա բաղով։ Ու ճիշտ է կասկածում ենք, հիմքեր ունենք կասկածելու համար, բայց ախպեր ոչ մի բան չի ապացուցվում։ Իրականում հնարավոր է ինքը Մարիի կամ Պապայի հետ եղած դեպքի հետ կապ չունենա, բայց իրա տակ հաստատ լիքը բան կլինի, էլի։ Ուզում եմ հասկանամ, դու ինչ ես մտածում, որ ինքը կապ չունի։ Չգիտեմ, երես, քննիչը նորմալ մարդ է։ Ես իրան վստահում եմ ու Վրոզի Շահնազարյանն էլ է իրան վստահում։ Բայց ոչ մի փաստ չի կարող հավաքի դրա վրա։ Չգիտեմ, ես ներքուստ եմ զգում, որ իր հետ կապված ինչ որ բան են չի։ Երես ես զարմանում եմ, թե Տիկին Լիզան ոնց է մինչև հիմա դրան տեղ տալի։ Իրականում այդ ամեն ինչին վրա էլ ազդում, բայց ոչինչ։ Հեսա ամեն ինչ կբացահայտվի, փաստերը մեր ձեռքի մեջ կունենանք ու այդ ժամանակ բահը կտամ Էդոյի ձեռքը, որ ինքը իր փոսը փորի։ Երես մեծ հարց տամ, էլի։ Բայց ոնց եղավ, որ պապիդ քեզ տենց հեշտ համոզես տարավ։ Չէիր ուզում գնայր դու։ Միշ կլինի այդ հարցիդ ես հետո պատասխանեմ։ Հետո երբ։ Երբ ես հարցերը լուծվի գնա, այդ ժամանակ այդ թեմայի շուրջ կխոսենք։ Լավ երես ոնց կուզես։ Այս ինչ ջերմ ընտանեկան սպասարկում է։ Էլ ասում է Սերժան, ոնց արեցի որ աղջիկները հանգիստ նստեն, չհամաձայնվեցին, ասին մեր մատն է պետք է խառնել այս ամեն ինչի մեջ։ Հրաշք են էլի, հրաշքը զորով չի։ Ոնց, քաշով, մեկ ոսկի է, ոսկի։ Ոչ մեկ չի կասկածում։ Այսօր արմաս դու են նստի էլի մեր հետ մի քիչ։ Չէ մի ջան, դուք անուշարակ ես գնամ գործերից նայեմ, հեսա մի երկու կլենտ կա, վերջացնեմ ու գնամ։ Լավ։ Ես քեզ սիրում եմ։ Օ, ինչ ռոմանտիկ է։ Հոգիս փշակալվեց։ Գիտեք, այսպիսի գեղեցիկ միտք ես մեկ էլ գրքերում էի կարդացել։ Այո։ Բայց ես վստահ եմ, որ սա ինձ չէր ուղղված։ Բնականաբար։
Սա ուներ իր հասցեատերը։ Բայց ինչպես ասում են, եղանակային բարդ պայմանների պատճառով նա վայրեջ կկատարեց ինձ մոտ, այլ ոչ թե հասցեատիրոջ։ Այո, այո։ Իրոք շատ ռոմանտիկ է։ Տենասում է հասցեագրված, ով ում համար է գրել։ Երանի չէր մենք էլ երկրաչափության ու հանրահաշվի փոխարեն սենց սիրո խոստովանություններ գրեինք։ Խոստովանություններ գրող ես չոփիկ։ Հաստատ ավելի հեշտ է, քան սա։ Հենա 5 ժամա գլուխ եմ կոթում։ Թռիր եւ գնա քո իրական հասցեատիրոջ մոտ։ Ոչ, ես հիմա կգոռամ, բիբս, վաղ բիբս օգնեցեք, փրկեք։ Մի արա հերո օգնեցեք։ Վայ մամա ջան։ Շատ կարևոր հարցի մասին եմ ուզում ձեզ հետ խոսել։ Եթե դասարանում տեղի ունեցածի մասին է գնում խոսքը, ես արդեն խոսել եմ աշակերտների հետ։ Սպասիր, այդ օրվան մենք դեռ կանրադառնանք։ Ես ուզում եմ քեզ տեղեկացնել, որ վաղը նախարարությունից մարդիկ են գալու եւ երեխաներին գրավոր աշխատանք են տալու։ Վաղ։ Այդպես հանկարծ։ Հասմիկ ջան, որ խնդրեմ կխոսես Ջորջի հետ։ Ես իր հետ շատ եմ փորձել խոսել այս թեմայով, ուղղակի ինքը ինձ էլ չի լսում։ Դավո, ես լուրջ չգիտեմ դու ինչ ես ուզում ինձանից լսես։ Գիտես, շատ լավ էլ գիտես։ Այսօր որ ինքնաթիռը վայրեջ կատարես քո սեղանին, վրան շատ սիրուն գրված էր այդ նախադասությունը։ Ահա, ես էլ կասեմ դու էլ կուրախանաս։ Ինձ պետք է որ հետ գնաս դպրոց ու առաջի հարկի պատուհաններից մեկը բաց թողնես, որ կարողանամ գիշերը մտնել դպրոց։ Ո՞նց ես խոսում մորդ հետ։ Եթե չես ուզում հետդ սենց խոսամ, մյուս անգամ Մարին այդ վերաբերմունքը ցույց չտաս։